Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Մենք այս պահին Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցում ենք։ Վերջին տարիներին այս մարզադպրոցը 1 տասնյակից ավելի չեմպիոններ ու տիտղոսակիր մարզիկներ է տվել։ Իսկ բոլորովին վերջերս մինչև 23 տարեկաների Եվրոպայի առաջնությունում մարզադպրոցի սան Սուրեն Աղաջանյանը դարձավ չեմպիոն։ Այսօր եկել ենք բացահայտելու հենց Սուրեն Աղաջանյանին։ Ինչպես արդեն ներկայացրեցի, մեր չեմպիոնը մինչև 23 տարեկաների Եվրոպայի չեմպիոն Սուրեն Աղաջանյանն է, իսկ այս տարիքային խմբում Եվրոպայի չեմպիոն դառնալը նաև լուրջ հայտ է մեծահասակների Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տոնելու։ Իդեպ Սուրենը մասնակցելու է նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Սուրեն, շնորհավորում եմ մինչև 23 տարեկաների Եվրոպայի առաջնության ոսկու կապակցությամբ, իդեպ դու այս մարզադպրոցի առաջին չեմպիոնն ես մինչև 23 տարեկաների Եվրոպայի առաջնությունում։ Ես կարծում եմ դու մրցավայրերին մեկնել հաղթելու համար բոլորն էին այդ չեմպիոնական տիտղոսը քեզնից սպասում, իսկ դու ինչպիսի տրամադրվածությամբ էիր մրցավայր մեկնել։ Շնորհակալ եմ։ Իրականում այո, ես առաջին Եվրոպայի չեմպիոնն եմ մինչև 23 տարեկանների, ինչպես նաև աշխարհի առաջնությունից նույնպես ես եմ առաջինը մեդալ բերել այս տարեկային խմբում։ Այս տարի շատ լավ ենք պատրաստվել, փառք Աստծո առանց վնասվածքների, քանի որ 2 տարի անընդմեջ վնասվածքի պատճառով այս Եվրոպայի առաջնությունը բաց էի թողնում կամ լավ չէի մասնակցում։ Այս տարի իհարկե, ինչպես գիտենք արդեն բոլորս, ստացվեց եւ բոլոր գոտեմարտերը ժամանակից շուտ հաջողվեց վերջացնել։ Սուրեն, շատ լավ սկսեցիր Եվրոպայի առաջնությունը, բայց քառորդ եզրափակիչում խնդիրներ ունեցար Լեհ մրցակցի հետ պայքարում, թերագնահատել էիր նրան։ Լեհ մարզիկը ինձանից առաջ ռուս մարզիկին բացարձակ առավելությամբ էր հաղթել։ Իհարկե չէի թերագնահատել, մի քիչ դժվար ստացվեց, որովհետև մրցավարները խառնեցին ավելի շատ գոտեմարտը, բայց կարողացանք հետ բերել ամեն ինչ, քանի որ գոտեմարտը տևում է 6 րոպե, ոչ թե 3։ Իսկ Լեհ մարզիկը միավորներով առաջ անցնելուց հետո սկսեց ավելի շատ լարվել եւ պաշտպանվել, ինչը նրան խանգարեց։ Իսկ քո մոտ այդ պահին խառնվածություն չկար։ Ոչ, իմ մոտ այդ պահին իրականում շատ հանգիստ վիճակ էր, չնայած ընկեր Բաբալարյանի, որ խառնվել գորգոռում էր անընդհատ, բայց ես գիտեի, որ ֆունկցիոնալով նա շատ հետ է ինձանից եւ միջև վերջ հաստատ չի դիմանալու։ Այդ պարտվելու ընթացքում ինչ ասացիր ինքդ քեզ, ինչպես կարողացար ինքդ քեզ տրամադրել։ Դե ինքս ինձ տրամադրում էի, որ պետք է համբերել ընդամենը եւ ամբողջ ուժերով պայքարել։ Իսկ դա ավելի շատ ֆիզիկական հաղթանակ էր, թե հոգեբանական։ Ինձ թվում է եւ հոգեբանական եւ ֆիզիկական, քանի որ ավելի շատ հոգեբանական խնդիրներ նրա մոտ կար, քանի որ սա մեր առաջին հանդիպումը չէր, այլ երրորդ եւ բոլոր գոտեմարտերում ես նրան ժամանակից շուտ եմ կարողացել հաղթել։ Ըստ իս սա նաև բեկումնային պահ էր ամբողջ Եվրոպայի առաջնությունում այս գոտեմարտը։ Ինչ ես կարծում, դա քեզ ավելի շատ հոգեբանական առավելություն տվեց հաջորդ գոտեմարտերի համար։ Դե իհարկե, քանի որ ես ինքս էլ հասկացա, որ բոլորից այդ պահին ուժեղ էի եւ բոլորը տեսան, որ անգամ պարտվելու դեպքում հաղթանակը ինձանից կորզելը հեշտ չի լինի։ Այնուհետև տպավորիչ հաղթանակ 9-1 հաշվով կիսաեզրափակիչում։ Ինչպես կարողացար այդքան արագ վերականգնվել ու այդքան արագ ինքդ քեզ տրամադրել։ Կիսաեզրափակչից մարզիկը իրականում այդքան էլ ուժեղ մարզիկ չէր, ինչքան որ ես պատկերացնում էի։ Մենք նրա հետ էլի ենք հանդիպել եւ գոտեմարտը նույն ձև էր վերջացել։ Այս անգամ ինձ թվում է, որ նա նույնպես չկարողացավ ինչպես կարքն է տրամադրվել եւ ինձանից առաջ նրա հակառակորդները այդքան էլ ուժեղ չէին, այդ իսկ պատճառով նրան էր հաջողվել դուրս գալ։ Սուրեն եզրափակիչում վրացի մրցակցի հետ էին, որում բավականին փորձառու մարզիկ էր, բայց 2 րոպեն էլ բավարար էր Եվրոպայի չեմպիոնական տիտղոս նվաճելու եւ նրան հաղթելու համար։
Վրացի մարզիկը ինձանից առաջ իրականում շատ լուրջ տղաների էր հաղթել, անգամ հաղթել էր մինչև 20 տարեկանների գործող Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն ադրբեջանցի մարզիկին, ում հետ որ ես նախատեսում եմ եզրափակչում հանդիպել։ Իրականում նա ինձ անծանոթ էր եւ այդպես սկսեցի ավելի լուրջ տրամադրվել նրա դեմ, որպեսզի հանկարծ եզրափակչում անակնկալներ չլինեն։ Շատ անսովոր հնարքով կարողացար նրան հաղթել, հաղթանակիդ գրավականը դարձավ հենց այդ հնարքը, կարծում եմ նա էլ չէր սպասում։ Հա, նրանք պատրաստվել էին, որ ես պետք է դոշից գլորումներ կատարեմ եւ դրա դեմ էին պատրաստվել, բայց կարողացանք վերջի պահին ավելի ուրիշ հնարք մտածել եւ Իսկ ի՞նչն էր պատճառը, միգուցե նաև իրենց յուղ էին քսել կամ խոնավացրել էին։ Հա, ես հենց ամենասկզբից գնացի եւ դոշից բռնեցի ու զգացի, որ չեմ կարողանալու, քանի որ շատ էր սղում։ Այդ իսկ պատճառով արդեն մի քանի փորձ կատարեցի ներքևից, ցախողելով, ինձ թվում է նրա մեջ արդեն հանգստություն մտավ եւ դա նրան խանգարեց, որպեսզի կարողանա ավելի ճիշտ պաշտպանվել վերջին կատարած հնարքներից։ Սուրեն, շատ մանրակրկիտ խոսեցինք Եվրոպայի առաջնության մասին, բայց ինձ հետաքրքիր է նաև քո մուտքը այս ամենակուր մարզաձև, ինչպես ասում են, ամենասպայկա մարզաձև։ Գիտեմ, բավականին ուշ տարիքից ես անցում կատարել այստեղ, ինչպես եղավ։ 11 տարեկանում նոր սկսել եմ հաճախել այստեղ։ Պապիկս է բերել ինձ այստեղ, Շամարտի, ընկեր Ժորայի մոտ։ Իրականում չենք նախատեսել Շամարտի գալ, բայց քանի որ ամենահարմարը այդ պահին դա էր, սկսեցի զբաղվել եւ հաղթանակներ գրանցելով ավելի խորացա, ավելի մոտիվացվեցի եւ շարունակեցինք մինչեւ ավելի բարձր գագաթներ նվաճելը։ Իսկ ինչ մարզաձև է սիրել նախքան Շամարտը։ Նախքան Շամարտը սիրում էի ֆուտբոլը եւ կարատեն, սակայն Շամարտի հաճախելու պես արդեն զգացի, որ այնտեղ եմ, որտեղ պետք է գտնվեմ։ Սուրեն, ձեր մարզադպրոց հաճախելուն պես նկատեցի այս տոհմածառը, խնդրեմ ինքդ պատմես։ Այս տոհմածառը մեր 64 տարվա արդեն պատմությունն է, թե ով է հիմնադրել եւ հետագայում նրա սաները դարձել են մարզիչներ, այդ սաները նույնպես դարձել են մարզիչներ, ինչպես նաև հույս ունեմ, որ մի օր ես էլ իմ տեղը կգտնեմ այս տոհմածառի վրա։ Սուրեն, բավականին հանգիստ մարդ ես առօրյայում։ Դա քեզ օգնում է։ Իհարկե, հանգստությունը շատ կարևոր է, քանի որ շատ են լինում կրիտիկական պահեր, որտեղ պետք է կողմնորոշվել միայն եւ միայն հանգստության շնորհիվ։ Սուրեն, շատ շուտով նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է։ Ոմանք ասում են, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթելը դա դեռ չի ապահովում ոսկին նաև մեծահասակների պայքարում, թեև ես դրան այնքան էլ համաձայն չեմ։ Ինքդ ինչ տրամադրվածությամբ ես մեկնելու Եվրոպայի առաջնության, ինչպես ես պատրաստվելու, ինչ ես անելու, որ մինչև 23-ների ոսկին նաև փոխարինվի մեծահասակների ոսկով։ Պետք է այս պատրաստվածությունը պահենք մինչև մեծահասակների Եվրոպայի առաջնությանը եւ այո, ես ինքս էլ համաձայն եմ, որ մինչև 23 տարեկաններն ու մեծահասակները դրանք տարբեր են, մեծահասակները շատ ավելի դժվար է, բայց իհարկե տարբերությունը այդքան էլ շատ չէ։ Ամեն դեպքում կարծում եմ, որ վստահություն տալու է դա քեզ։ Իհարկե, սա մեծ մոտիվացիա էր, որպեսզի նաև նույն ոգևորվածությամբ գնանք մեծահասակների ոսկու հետևից։ Ամեն դեպքում քո ամենամեծ ուժը ո՞րն է լինելու, որը կօգնի քեզ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Ամենամեծ ուժը այս պահին կարծում եմ, որ իմ ֆունկցիոնալ պատրաստվածությունն է, որով պետք է առաջնորդվեմ եւ 6 րոպեի ընթացքում գրոհեմ հակառակորդներիս։ Դե ինչ Սուրեն, հաջողություն մաղթենք քեզ նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, տա Աստված, որ հաղթանակները շարունակվեն նաև այնտեղ եւ քեզ այս տարի առիթ ունենանք շնորհավորելու ոսկե դուբլի առիթով։ Աստված առաջ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ մեծ հույսեր ունեմ, որպեսզի կարողանամ այս տարի նաև մեծահասակների ոսկե մեդալը վերցնել։ Մի փոխեք ալիքը, քանի որ Սուրեն Աղաջանյանին բացահայտելու ենք նաև նրա մարզչի հետ։ Ժորա Վարդանյանն է Սուրեն Աղաջանյանի անձնական մարզիչ, իդեպ ավելի քան 10 տարի նա մարզում է մեր Եվրոպայի չեմպիոնին։ Պարոն Վարդանյան, Սուրենին մարզում եք ավելի քան տարի, դա բավականին երկար ժամանակ է նրան ոչ միայն մարզիկ, այլև մարդ ճանաչելու համար։ Ինչ եք կարծում, որն է նրա հաջողության գրավականը։
Առաջինը չեմ կարող չնշել, մենակով չեմ մարզում, Սամվել Գևորգյանի հետ ենք աշխատում, Սուրենի հետ երկար տարիներ է։ Սուրենի ամենամոտիվացնող բնավորությունը կամքի ուժն է, շատ նպատակասլաց, չզիջելու բնավորություն ունի ու բոլոր առաջադրանքները կատարում է իդեալական։ Եվրոպայի առաջնությունում բավականին բարդ գոտեմարտեր ունեցավ, հատկապես քառորդ եզրափակիչում Լև Մրցակցի հետ, ինչ եք կարծում, ինչի շնորհիվ կարողացավ նա հաղթել եւ այդ գոտեմարտում ու նաեւ եզրափակիչում այդքան մեծ առավելությամբ, որովհետեւ միշտ չէ որ եզրափակիչում ընդամենը 2 րոպեում կարողանում ես հաղթել ու դառնալ չեմպիոն։ Իմ կարծիքով վստահության կամ այն մեծ ուժի շնորհիվ հաղթեց։ Բայց չի ասի որ բարդ գոտեմարտ էր Լեի հետ, սպորտան վշամարտում կարող լինի այդ տեսակ դրվագներ, որ մի փոքր պարտվելուց ունես, հետո գաս հաղթես, նորմալ է, էլի է նման տիպի բաներ։ Համոզված եմ, որ պետք է կրի, չեմ արտահայտվում երբեք, բայց համոզված եմ, որ պետք է հաղթի դառնա Եվրոպայի չեմպիոն, բայց այդ տեսակ չի պատկերացնում, որ կհաղթի։ Առջևում արդեն մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է։ Ինչ եք կարծում, նա կկարողանա լիարժեք վերականգնվել ու կազմով պատրաստ մոտենալ նաև մեծահասակների այս կարևոր ստուգատեսին։ Առաջ Աստված կարծում եմ, որ հա։ Դե իմ սիրելի մարզասերներ, մենք բացահայտում էինք մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Սուրեն Աղաջանյանին։ Լավ հիշեք այս անուն ազգանունը, որովհետև նա ոչ միայն հայկական, այլև համաշխարհային սպորտի ապագա աստղերից է։ Իսկ դուք սպասեք նոր չեմպիոնի